շատ կարևոր մի թեմա, մարդիկ գալիս են ամիսներով պարապում են, նիհարում են, կորցնում են քաշը, բայց որոշ ժամանակ հետո անցնում են իրենց հին կյանքին եւ կրկին քաշ են հավաքում շատ արագ։ Արդյոք ամբողջ կյանքը պետք է այդ դիետան պահել կամ բացառություններ, սենց ասեմ, որոշ դիետոլոգներ, ես չգիտեմ դա ճիշտ է թե չէ, մեկը ճշտենք մասնագետից, ասում են, եթե օրինակ առողջ սնվում եք 1 ամբողջ ամիս, ապա կարող եք օրինակ ամիսը 1 օր ձեզ թույլ տալ ինչ-որ ուտել այն ինչ-որ դուք ուզում եք։ Որ մարդը կենսակերպը պետքա փոխի, այսինքն սննդակարգ կամ սպորտի գնալը, այսինքն մարզասրահ հաճախելը, դա ոչ թե ժամանակավոր բնույթ պետքա կրի, այլ կենսակերպ պիտի դառնա։ Եթե ուզում է մարդը լավ տեսք ունենա, առողջ լինի, երկար ապրի, առողջ ապրի, նա պետքա կենսակերպը փոխի, ոչ թե ինչ որ կար ժամանակահատվածում մի ամսով, 6 ամսով կամ 1 տարի ինչ որ սննդակարգի հետևի եւ հաճախի ասենք մարզասրահ, դա ճիշտ չի, դա չի աշխատելու։ Դա կենսակերպը պետքա փոխել եւ դարձնել քո առօրյայի մի մաս։ Մարզվելը ես միշտ իմ մարզվողներին, իմ հաճախողներին, իմ պացիենտներին ասում եմ, որ շաբաթը 3 անգամ ինքներդ ձեզ տրամադրել 1-2 ժամ դա շատ չի։ Իրականում դա շատ չի եւ ամեն օր քայլել, սննդին հետևել ամեն օր եւ մարդը կունենա լավ կեցվածք, առողջություն եւ լավ արտաքին տեսք։ Պարզ օրինակ ձեզ, դուք գնում եք շատ թանկ ավտոմեքենա, խնամում եք այն, ժամանակին փոխում եք շարժիչի յուղը, ժամանակին փոխում եք փոխանցման տուփի յուղը, կալոտկաներ, ամեն ինչ անում եք, որպեսզի այդ թանկ մեքենան շատ ուշ փչանա կամ չվնասվի, հետևում եք իրան։ Հիմա տեսեք, ձեր մարմինը ձեզ տրված է անվճար, բայց ինքը ավելի թանկ է, քան թե ամենաթանկ մեքենան։ Եթե չեք հետևում իրան, ժամանակին չեք փոխում յուղը, կալոտկեք, այսինքն ձեր առողջությանը դուք ուշադրություն չեք դարձնում, ձեր մարմինը սկսում է վնասվել, փչանալ, երբեմն անվերադարձ։ Հասկանալի է, որ Հայաստանի իրականությունում օրական 10 քանի ժամ աշխատելը դարձել է նորմա, բայց հիշեք, որ հետո ձեր առողջությունը ոչ մեկ ձեզ չի վերադարձնի։ Շաբաթը գոնե 3 օր, մի ժամ տրամադրեք ձեզ եւ ձեր առողջությանը, ասենց ասած, տեղ սպասարկում արեք ձեր մարմինը։ Եվ ամեն օր քայլեք 10-15 հազար քայլ։ Ոտով գործից տուլ եք։ Կլինի։